Լամինատներ ընդամենը 2390 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Գործում է նաև 16 ամիս 0% ապառիկ։ Մանրամասները idealsystem.am։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ Գյումրու ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը խախտելով Գյումրու համայնքապետարանի հետ կապված պայմանագրով սահմանված գույքը երրորդ անձի օգտագործմանը հանձնելու արգելքը իր հորը մարզադպրոցի մարզչին թույլատրել է զավթել մարզադպրոցին անհատույց տրամադրված 109.23 քառակուսի մետր մակերեսով վարչական շենքի գրեթե կեսը եւ 2024 թվականի հունիսից 25 թվականի սեպտեմբերը այն որպես բնակարան վարձավճարով տրամադրել Հնդկաստանի քաղաքացիներին։ Պարզվել է նաեւ, որ նույն պաշտոնատար անձը 2024 թվականին մարզադպրոցի մարզիկներից մեկին հրամանագրել է մարզիչ մանկավարժի հաստիքին, սակայն վերջինս 2024 թվականի հոկտեմբերից 2025 թվականի մայիսը չի իրականացրել մարզչական գործառույթներ, մինչդեռ նրա անվան փիշալ ժամանակահատվածում հաշվարկվելու փոխանցվել է ընդհանուր 310.666 դրամ աշխատավարձ։ Սեպտեմբերի 20-ին տեղեկություններ են ստացվել, ըստ որի կացնով հարվածել էին Իջևանի Բլբուլյան փողոցի մի բնակչի ձեռքին եւ ոտքին։ Ավելի ուշ նույն դեպքի վերաբերյալ հաղորդում է ստացվել բժշկական կենտրոնից, հայտնել են, որ 35-ամյա տղամարդը բազմաթիվ վնասվածքներով է տեղափոխվել բուժօգնության։ Պարզվել է, որ տուժածի հետ նախկինում ունեցած տարաձայնությունները պարզելիս իր մոտ եղած կացնով նրան վնասվածքներ պատճառել է Իջևանի Ասլանյան փողոցի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, որը դեպքից հետո դիմել է փախուստի։ Սեպտեմբերի 23-ին նա հայտնաբերվել է։ Սեպտեմբերի 23-ին Քանաքեր Զեյթունի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 13-ի սահմաններում Ռուսաստանի քաղաքացի 27-ամյա Իլիայից Ոմեն Արթուրը գումար է գողացել։ Իլիան հայտնել է, որ Արթուրի հետ գնումներ են կատարել եւ ուղևորվել հաղթանակ զբոսայգի, որտեղ գրկախառնվել են հրաժեշտ տալու համար եւ նրա հեռանալուց հետո, երբ ինքը հաշվել է իր մոտի գումարը, հասկացել է, որ 1000 եվրո գումար պակասում է։ Իլիան վազել է Արթուրի ետևից, հասել նրան, պահանջել իր գումարը, վերջինս գրպանից հանել է գումարը, տվել եւ հեռացել, սակայն հեռանալուց հետո, երբ Իլիան հաշվել է գումարը, տեսել է, որ 300 եվրո քիչ է վերադարձրել։ Սեպտեմբերի 23-ին Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերվել է Երևանի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ, որը սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննության անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով խափանման միջոցը կալանք։ Տեղեկություններ են ստացվել, որ Մարմարիկ գյուղի բնակիչ 66-ամյա մի կին կանեփ է աճեցնում, նրա տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ պատշգամբում 3.5 կիլոգրամից ավելի կանեփի չորացրած զանգված։ Սեպտեմբերի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Սուրենավան գյուղի 28-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Զննությամբ տան հարակից անասնագոմում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 60 գրամ դեղնականաչավուն զանգված, 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 26-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Mercedes ավտոմեքենան ու մարդատար գազելը, վթարի հետևանքով 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Սեպտեմբերի 25-ին Վանաձորի Կարենտեմիրճյան փողոցում Range Rover մակնիշի ավտոմեքենան վրայերթի է ենթարկել հետիոտն Լոռու մարզի բնակիչ 16-ամյա ՄՂ-ին, բարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, որը տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Սեպտեմբերի 25-ին Աման վարչական շրջանում բախվել են Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Սամվելի վարած Mercedes եւ Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Համայակի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթ բետոնե էլեկտրասյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Սեպտեմբերի 25-ին Երևանի Մանթաշյան եւ Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են 26-ամյա Կարենի վարած Lada Priora մակնիշի եւ 33-ամյա Սերոփի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը այնուհետև բախվել է լուսացույցին ու տապալել այն։ Վթարի հետևանքով վարորդներից Կարենը տեղափոխվել է հիվանդանոց։ Սեպտեմբերի 25-ին Խորենացի փողոցում բախվել են Mustang, BMW, Opel եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան, ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Mustang-ը։ Սեպտեմբերի 25-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։ Ըստ փրկարարների նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվել են արկղեր ու տարաներ, տուժածներ չկան։